Ինչ հուշեր ունեք կապված Անդրանիկ Մարգարյանի հետ, կամ ինչ հետաքրքիր դեպքեր կհիշեք, որ պատմել են ձեզ իր կյանքից։ Ոչ միայն դեպքեր, որ պատմել են իր մասին, այլ նաև կենդանի շփումից ելնելով կարող եմ ասել։ Մարդ, որից կարելի է անընդհատ սովորել, թե ինչպես կարելի է սիրել հայրենիքը, ինչպես կարելի է սիրել ընտանիքը, նախ սկսել այդտեղից, որտեղ հենց ընտանիքի սիրուց էլ նաև առաջանում է հայրենիքի սերը կամ հակառակը, դրանք նույն բանն են կշեռքի վրա դրված։ Անդրանիկ Մարգարյանը եւ իր կենդանության օրոք եւ իր մահից հետո մնաց անգերազանցելի իր մոտեցումներով հային, Հայաստանին, քաղաքացուն եւ ամենակարևորը ազգային գաղափարներին։ Անդրանիկ Մարգարյանը ազգային գաղափարների կրողներից մեկն էր եւ անգամ մահը չխանգարեց, որ իր թողած հետքը ապրի մեր մեջ։ Դեպքերը շատ են։ Ես չեմ ցանկանա շատ անձնավորեմ դեպքերից պատմեմ մեր նաև անձնական եւ աշխատանքային շփումների ես շատ մտերիմ եմ եղել գերագույն հարգանքով մինչ այսօր ես ապրում եմ իր հուշերով եւ հավերժ պատիվ իրեն որ ունեցել ենք այդպիսի ավականքեր հայ իսկական Այսօր նրա պակասը զգացվում է շատ Անդրանիկ Մարգարյանի պակասը զգացվեց հենց իր մահի առաջին վայրկյանից սկսված, այդ գույժը լսելուց հետո։ Ես ես ասեմ, որ նաև Անդրանիկ Մարգարյանի պակասը մենք ամենուրեք զգում ենք անգամ իր կենդանության օրոք, որտեղ ամենուրեք ուզում ենք իրեն տեսնենք եւ խորհուրդ հարցնենք, ինչպես վարվենք այս կամ այն հարցում, ինչպես մեզ դրսևորենք այս կամ այն հարցում, որպես հայ, որպես քաղաքացի, որպես պատրիոտ, որպես նվիրված մեր անկախությանը, անկեղծ, որովհետև իմ գործի բերումով էլ միջոցառումների կազմակերպման համարել պետք էր գաղափարներ չշոշափել եւ մասսայական հանդիսությունները կազմակերպելը դա լավագույն միջոցն էր ազգային գաղափարների քարոզչությունը երևի թե այսքանը